Բարև ձեզ սիրելի ունկնդիրներ, Փառք Աստծո, որ մենք այսօր էլ կենդանի ենք, առողջ ենք, կարող ենք գալ Աստծո ոտքի մոտ եւ իր դասը սովորել։ Թող Աստված օրհնի մեզ, որպեսզի իր դասը սովորենք Սուրբ Հոգով ներշնչված եւ Հիսուսի շնորհքով իրականացնենք մեր կյանքում։ Հիսուսի անունով խնդրեցի։ Փառք, որը որդին Սուրբ Հոգով։ Հաշմի միշտ եւ հավիտյան դայրում ամեն։ Մենք գիտենք, որ այս երամսյակ ուսումնասիրում ենք մի թեմա, որ կոչվում է Պողոս Առաքյալի առաջին եւ երկրորդ ուղերձների Կորինթացիներին։ Եվ արդեն 5-րդ դասն ենք հասել, որը կոչվում է ամեն բան Աստծո փառքի համար։ Հիշելու համարն է Ա Կորինթացիներ 10:31։ Ուրեմն ուտեք, թե խմեք, ինչ գործ էլ որ անեք, ամեն բան Աստծո փառքի համար արեք։ Ուրեմն Ա Կորինթացիների 8-10 գլուխները ամփոփում են սեռականության վերաբերյալ քննարկումը եւ միևնույն ժամանակ ներկայացնում Պողոսի պատասխանները Կորինթացիների նամակում։ 7-րդ գլխում այն գրում է. այժմ առաջին համարը ասում է այժմ այն բաների մասին, որ ինձ գրել եք, լավ է տղամարդու համար կին արարածին չմերցենալ։ Այսինքն իրենք հարցեր էին տալիս եւ ինքը հիմա իրենց հարցերին է պատասխանում։ Եվ տրված կոնկրետ ուրեմն հարցերին է պատասխանում եւ այս պատասխանները կգերիշխեն Ա Կորինթացիների թղթի մնացած մասում։ Ա Կորինթացիների 7-րդ գլխի անցումային բնույթը ցույց է տալիս, որ սեռական անբարոյականությունը, որի մասին Պողոսը գրել էր 5-7 գլուխների մեջ, եւ կռապաշտությունը, որի մասին Պողոսը գրում է 8-10 գլուխների մեջ, որոնք մենք այսօր կուսումնասիրենք, փոխկապակցված թեմաներ են։ Եվ իսկապես նոր կտականում դրանք հաճախ միասին են հիշատակվում։ Օրինակ, Գործ Առաքելոց 15 գլուխ 20 համար այլ գրել նրանց, որ խորշեն կուռքերին զոհված կերակուրներից եւ պոռնկությունից։ Գործ Առաքելոց 21 գլուխ 25 համար Գալով հավատացյալ հեթանոսներին մենք ուղարկել ենք մեր որոշումը, որ այդպիսի բաներ չպահեն, նրանք այլ միայն զգուշանան կուռքերին մատուցված զոհերից եւ արյունից եւ խեղդամահարված կենդանուց եւ պոռնկությունից։ Հայտնություն 21:8 Իսկ գալով ծույլերին եւ անհավատներին, ոճրագործներին եւ կոռնիկներին, կախարդներին եւ կռապաշտներին, համայողներին եւ բոլոր ստախոսներին, ամբարիշտներին, նրանց բաժինը ծծմբով եւ հրով այրվող լճի մեջ է, որ երկրորդ մահն է։ Այսքան մարդիկ, ովքեր գիտակցաբար ապրում են այդ մեղքերի մեջ եւ չեն էլ ուզում այլ ձև ապրել։ Իսկ շներն ու կախարդները, մարդասպաններն ու կռապաշտները եւ բոլոր նրանք, որ սիրում են սուտը, դուրս պիտի նետվեն։ Ընդհանուր առմամբ, եթե Կորինթացիների 5-7 գլուխներին Պողոսն անդրադառնում է սեռական անբարոյականության խնդրին, ապա Ա Կորինթացիս 8-10 գլուխներում նրա հիմնական մտահոգությունը կռապաշտության հարցն է։ Նա հայտարարում է, որ քրիստոնյաները պետք է փախչեն երկուսից էլ։ Եվ այսօր շաբաթ մենք տեսանք, որ լինելով Սուրբ Հոգու տաճար, մարդը կարող է փախչել սեռական անբարոյականությունից։ Այս շաբաթ մենք կտեսնենք, որ կարելի է փախչել կռապաշտությունից, անելով ամեն բան Աստծո փառքի համար։ Այսինքն, եթե մենք ամեն բան անում ենք Աստծո փառքի համար, բնականաբար, ավտոմատաբար մենք չենք լինի կռապաշտ։
Ա Կորինթացիներ 8-13 գլուխը, այմին Ա Կորինթացիներ 8 գլուխ 1-13 համարները։ Իսկ այժմ ուրքերին արված զոհերի մասին։ Ոմանք ասում են, այդ մասին մենք անհրաժեշտ է գիտենք, գիտությունը հպարտացնում է, բայց սերը հաստատում։ Եթե մեկը կարծում է, թե բան գիտե, դեռ չգիտե, իսկ ինչպես պետք է գիտենա, բայց ով սիրում է Աստծուն, նա ճանաչված է նրանից։ Իսկ ինչ վերաբերում է կուռքերին զոհ արվածները ուտելուն, գիտենք, որ այս աշխարհում կուռքերը ոչինչ են, որտեղ չկա ուրիշ Աստված, բացի միակ Աստծուց։ Թեպետև այսպես կոչված աստվածներ կան թե երկնքում եւ թե երկրի վրա։ Արդարև կան բազմում աստվածներ եւ բազում տերեր։ Իսկ սուտ աստվածներ նկատի ունի։ Բայց մեզ համար միայն մեկ Աստված կա, Հայր, որ ստեղծել է ամեն բան, եւ մենք ապրում ենք նրանով, եւ միայն մեկ Տեր Հիսուս Քրիստոս, որի միջոցով ստեղծվեց ամեն ինչ, եւ մենք ապրում ենք նրանով։ Բայց բոլորի մեջ այս գիտությունը չկա, ոմանք մինչև այժմ վարժված լինելով կուռքերին զոհարված իբրև զոհաբերված են ուտում, եւ որովհետեւ նրանց խղճմտակը տկար է, պղծվում են։ Եվ ուտելիքը չէ, որ մեզ մարդ Աստծո առաջ է կանացնելու, եթե չուտենք, ոչ չով չենք պակասի, եւ եթե ուտենք, ոչ չով չենք ավելանա։ Բայց զգուշ եք, ուշադիր, այստեղ խոսքը գնում է զոհերին, այն զոհված կենդանին, որին զոհ են մատուցվում սուտ աստվածների կռապաշտություն։ Բայց զգուշ եք, գուցե ձեր այդ ազատությունը գայթակղություն լինի տկարների համար։ Եթե մեկը տեսնի քեզ այդ գիտությունը ունեցողիդ սեղան նստած մեհյանում, արդարև նա, որի խղճմտակը տկարությամբ է պատած, վերստին չի քաջալերվի կուռքերին զոհաբերված ուտելու, եւ տկար եղբայրը, որի համար Քրիստոս մեռավ, կորստյան կմատնվի քո գիտության պատճառով, եւ այսպես հանցան գործելով եղբայրների դեմ եւ վիրավորվելով տկարների խղճմտանքը, դուք Քրիստոսի հանդեպ մեղանչում եք։ Ուստի եթե ուտելիքը պիտի գայթակղեցնի իմ եղբորը, ավիտյան միս չեմ ուտի, որպեսզի իմ եղբորը չգայթակղեցնեմ։ Այսինքն զոհաբերված միս կամ մի այլ միս։ Հիմա տեսնենք ինչ նկատի ունի այստեղ Պողոսը։ Պողոսը օգտագործում է կուռքերին զոհաբերված սննդի թեման ավելի խոր խնդիր արծարծելու համար սիրո պակասը մերձավորի հանդեպ։ Կուռքերին զոհաբերված սննդի հարցը Կորինթոսի եկեղեցին բաժանել էր երկու խմբի։ Ոմանք հավատում են, որ այլ աստվածների գոյություն չունենալու վերաբերյալ գիտելիքն ամեն ինչ ուտելու իրավունք է տալիս իրենց, այսինքն այդ զոհաբերված մսերը։ Նրանք հիշատակվում են որպես զորավոր, այսինքն ուժեղ հավատի մեջ։ Նրանք, ովքեր դեմ էին այս վարքագծին, կոչվում են տկար։ Պողոսը նման պիտակավորում է օգտագործում, քանի որ նրանք դեռ չէին հաղթահարել որոշ սնահավատ պատկերացումներ, որոնք բնորոշ են իրենց նախկին հեթանոսական կյանքին, տեսնելով, որ զորավորները կուռքերին զոհաբերված սնունդ են ուտում, նրանք կարող են եզրակացնել, որ քրիստոնեությունն ու կռապաշտությունը համատեղելի են։ Ուստի Պողոսը չէր ցանկանում, որ զորավորները գայթակղության քար դառնան թույլերի համար։ Աստվածաշունչը բացասաբար է վերաբերվում կուռքերին զոհաբերված սնունդ ուտելու արարքին։ Այնուամենայնիվ Պողոսն այնքան արմատական հայտարարություններ չի անում, որքան տեսնում ենք այս հատվածներում։ Պատճառն այն է, որ նրա հիմնական մտահոգությունը վերաբերվում է միասնության պակասին, որ կարող էր առաջացնել գիտելիքի սխալ կիրառումը։ Պողոսը չի քննադատում գիտելիքը որպես ինքնին չարիք, նա դեմ է այնպիսի գիտելիքին, որը եկեղեցու ներսում գոռոզության ու բաժանության է հանգեցնում։ Գիտելիքը առանց սիրո բոլորին էլ ճշմարիտ գիտելիք չէ, այսպես են ասում Կորինթացիս, ինչպես նոր կարդացինք 8 գլխի 2 համարում։ Ճշմարիտ գիտելիքը առաջանում է միայն այն ժամանակ, երբ մարդը սիրում է Աստծուն եւ ճանաչված է նրա կողմից։ Եվ Պողոսը նույնիսկ մեջ է բերում 2 Օրինաց 6 գլխի 4 համարը, դրանով ցույց տալով, որ հավատացյալները պետք է իմանան, որ կա միայն մեկ Աստված, հետաքրքիր է, որ նա հետևում է նույն գաղափարին, որը տեսնում ենք 2 Օրինաց 4-5 համարում, որտեղ այն բանը, թե մեր Աստվածը մեկն է, հաջորդում է սիրիր քո Տեր Աստծուն պատվիրանը, թե Պողոսի, թե Մովսեսի համար գիտելիք առանց սիրո արժեք չունի։
Վստահ լինելով իրենց գիտելիքների վրա, զորավորները հավատում էին, որ կուռքերին զոհաբերված սնունդ ուտելն անվնաս է, ինչպես կտեսնենք հաջորդիվ։ Պողոսն ընդունեց նրանց այդ իրավունքը որոշ պայմանների դեպքում, սակայն եթե դա գայթակղության քար էր դառնում տկարների համար, ապա դրանից հարկավոր էր խուսափել։ Քրիստոնյաները պետք է անձնազոհություն դրսևորեն Քրիստոսի և մյուսների հանդեպ ունեցած սիրուց դրդված։ Ուրեմն ինչի մասին է այստեղ Պողոս առաքյալը խոսում։ Ասում է, այն մարդիկ, ովքեր առաջ են անցել հավատքի մեջ արդեն, ասենք օրինակի համար ասենք 10-րդ դասարանում են կամ 7-րդ դասարանում են, քան թե նրանք, որ առաջին դասարանում են հավատքի։ Եվ ասում է, այս մարդիկ գիտեն, որ ոչ մի սուտ Աստված չկա, եւ բնականաբար այդ միսը, որ զոհել են այդ սուտ աստվածների, կարելի է ուտել, որովհետեւ ոչ մի սուտ աստված էլ չկա։ Իրանք չեն ուտում դա որպես զոհաբերություն, այլ որպես սովորական միս, որտեղ սոված են։ Բայց ասում է, եթե քո կողքին կա մեկը, որ դեռ այդքան աճած չի գիտելիքի մեջ, եւ ինքը կարծում է, որ մեղք է այս զոհաբերած միս ուտելը, ուրեմն, երբ որ ինքը այդտեղ է, մի կեր, որովհետեւ այս մարդը, որի համար մեղք է այդ զոհաբերված միս ուտելը, կնկատի դա եւ կասի, եթե այս մարդը, որ այսքան հավատքի մեջ է, ասենք թե հոգեվոր աճած է, եթե ինքը նստում է ուտում այդ միսը, ուրեմն երևի կարելի է, բայց ոչ թե ինքը ընկալում է այսպես, որտեվ սուտ աստվածներ չկան դրա համար, այլ ընկալում է, որ ուրեմն հնարավոր է, որ համ Քրիստոսին պաշտել, համ էլ սուտ աստվածներին, համ էլ կռապաշտ լինել, այսքան երկու տիրոջ ծառայել։ Եվ Պողոսը հենց դրա դեմ է։ Այսինքն դու չես նրբատ տկած չես այդքան, սեր չունես այդ մարդու հանդեպ, չես մտածում, որ ինքը այդ ձևով մեղքի մեջ է ընկնում, այո, դու կարող ես մեղքի մեջ չես ընկնում, բայց այդ մարդը մեղքի մեջ է ընկնում, երբ որ ուտում է, որտեվ ինքը այդ աստիճանի գիտելիք կամ այդ աստիճանի դեռ հոգևոր զարգացած չի, բայց ինչ է ցույց տալի Պողոս այստեղ, որ այդ գիտելիքը զրո է, եթե դրա հետ սեր խառնված չի։ Եվ հետագայում ինքը բացատրում է, տեսեք, մյուս համարները կարդանք, Կողոսացիս 9:1-6 համարները։ Չէ որ ազատ եմ, չէ որ առաքյալ եմ, չէ որ իմ աչքերով տեսա Տեր Հիսուս Քրիստոսին, չէ որ դուք եք իմ գործի Տեր։ Թվում է, թե Պողոսը այստեղ կտրվում է թեմայից եւ անցնում է ուրիշ թեմայի, բայց սրանք փոխկապակցված թեմաներ են։ Հիմա կտեսնենք ինչպես։ Թեպետև ուրիշների համար առաքյալ չեմ, բայց համենայն դեպս ձեզ համար առաքյալ եմ, որտեվ իմ առաքելության կնիքն իսկ դուք եք Տեր։ Ուր որ ինձ հարցաքննեն, իմ պատասխանը այս է՝ միթե իշխանություն չունենք ուտելու եւ խմելու, միթե իշխանություն չունենք մեզ հետ մանածելու մեր հավատացյալ կանանց, ինչպես որ մյուս առաքյալները, տիրոջ եղբայրները եւ Կեփասը անում են։ Կեփասը դա Պետրոսն է, որը եկեղեցու գլուխն էր այդ ժամանակ, ամբողջ քրիստոնեական եկեղեցու։ Եվ այստեղ ինչ է ասում ես ուտել խմելու համար։ Այսինքն Պողոսը այստեղ նկատի ունի, որ Պետրոսը եւ այլ ավետարանիչները եւ քարոզիչները, հովիվները իրենք բարձրատրվում էին եկեղեցու կողմից։ Եվ եկեղեցու հաշվին իրենց կանանց հետ գնում էին, որ պիտի քարոզեին, եկեղեցին կանանց ծախսնել էր փակում։ Այսինքն ինչպես այսօր ասենք թե հովիվը կամ քարոզիչը գնում է միտեղ քարոզելու կնոջ հետ եւ ամբողջ եկեղեցական փողերով է ծախսվում իր այդ ճամփորդությունը եւ այնտեղ մնալ, ուտել, խմել եւ այլն եւ այլն։ Որտեվ պարզ է ինչու։ Հիմա կկարդանք Պողոսը պարզաբանում է թե ինչու, այո, դա ճիշտ է եւ այդպես պիտի լինի։ Բայց ինքը ասում է, ես հրաժարվել եմ այդ իրավունքից։ Տեսեք ինչ է գրում։ Ասում է, միայն ես
եւ Բարնաբասը պարտավորենք մեր ապրուստի համար աշխատելու։ Այսինքն այստեղից հետևում է, որ Պողոսը հրաժարվել էր այդ աշխատավարձից։ Պողոսը եւ Բարնաբասը։ Բարնաբասն էլ շատ հասուն եւ ուժեղ քրիստոնյա էր եւ ավետարանիչ։ Եվ շատ ուժեղ գործեր անում, բայց տեսեք, այս երկուսը հրաժարվել էին եկեղեցու աշխատավարձից եւ իրանք ձեռքերով էին աշխատում, որպեսզի համ իրենց պահեն, համ էլ եթե պետք է ուրիշներին օգնեն։ Ինչու էին նրանք հրաժարվել։ Ով երբևէ զինվորություն կանի իր ծախսով, ով այգի կտնկի եւ նրա պտղից չի ուտի, ով հոտ կարածացնի եւ հոտի կաթից չի խմի, միթե մարդկայնորեն եմ ասում այս բանը, կամ թե օրենքն էլ այս նույնը չի ասում։ Այսինքն նորմալ է, որ եկեղեցու հաշվի ունենան, որտեղ իրենք դա է իրենց աշխատանքը։ Իրենք իրենց աշխատանքի համար են վարձատրվում։ Մովսեսի իսկ օրենքում գրված է. «Գալում աշխատող եզանդուն չէ չկապես, միթե միայն եզների համար էր հոգան աստված»։ Չէ որ մեզ համար է ասում, քանի որ մեզ համար գրվեց այդ։ Ով վարուցանք է անում, պետք է հույսով վարուցանք անի եւ ով կալսում է վայելելու հույսով։ Եթե մենք ձեր մեջ հոգեվոր բաներ սերմանեցինք, մեծ բան է, եթե ձեզնից մարմնավոր բաներ հնձենք, եթե ուրիշներ ձեր վրա ունեցած իշխանությամբ վայելում են այդ բաները, որ չափ եւս առավել մենք, որտեղ Պողոսն ու Բարնաբասը մի քանի անգամ ավել Քրիստոսի աշխատանք էին, այսինքն Քրիստոսի համար աշխատում են, քան թե այդ բոլոր մյուս հովիվները իր հետ վերցրած։ Դրա համար առավել եւս մենք, բայց այս իշխանությունը ի գործ չդրինք, այլ ամեն ինչի համբերում ենք, որպեսզի ավետարանին որևէ արգելք չլինի, այսինքն որ մարդիկ գայթակղություն չունենան։ Մի բան է, երբ որ մարդ գիտի, որ այս մարդը փող է ստանում, դրա համար է այս բաները խոսում, բայց մի ուրիշ բան է, երբ որ գիտի այս մարդը ոչ մի տեղից ոչ մի փող չի ստանում, այլ իր գրպանից է վճարում իր ծախսերը, որպեսզի Աստծո գործը անի։ Եվ դա ամեն ինչ փոխում է։ Նորից բոլորովին սխալ չէ, որ վարձատրվում են աշխատողները, այո, պիտի վարձատրվեն։ Բայց Պողոսը, որ ամեն ինչ շատ էր նրանցից աշխատում, նա հրաժարվել էր, որպեսզի իր քարոզը ավելի ուժեղ տպավորություն թողնի, որպեսզի իր քարոզը ավելի ուժեղ նստված թողնի մարդկանց վրա, որտեղ մարդիկ գիտեին նա դա անում էր առանց որևիցե վճարի, ինքը իրեն պահում էր։ Եվ այսօր էլ կան շատ այդպիսի մարդիկ, ովքեր անում են դա։ Եվ նաև դա ազատություն է տալիս քարոզողին, որովհետև երբ որ մարդուն փող են տալի եւ ասում են, գիտես, նրա մասին չպիտի քարոզես, նրա մասին չպիտի քարոզես, բայց որը ճշմարտություն է եւ որ անհրաժեշտ է քարոզել։ Եվ այս մարդը ստիպված է, որովհետև դա իր կյանքի ապրուստն է, բայց երբ որ մարդը իր ձեռքերով է աշխատում եւ իր գրպանից է վճարում իր ծախսերը, նա ազատ է խոսելու ճշմարտությունը։ Եվ ոչ մի փողով չեն կարող իր բերանը փակել։ Ես ոչ ավետարանի չեմ, ոչ էլ առավել եւս քարոզիչ։ Ընդհանրապես ներկայացնում եմ շաբաթօրյա դպրոցը, որը իրավունք ունի անել յուրաքանչյուր եկեղեցու անդամ, այսինքն եկեղեցու յուրաքանչյուր անդամ, որտեղ սա հենց դրա համար է կազմված, որ ամեն մեկը ուսումնասիրի եւ իր միտքը արտահայտի շաբաթօրյա դպրոցի վերաբերյալ։ Եվ շատ անգամ ով լսել են ինձ, հարցրել են, իմացել են, թե ես փող եմ ստանում սրա համար, երբեք։ Սա ընդհանրապես մի բան է, որ Աստված դրել է իմ սրտի մեջ, որ ներկայացնեմ մարդկանց այդքան բան։ Եվ եթե ուրիշներ ձեր վրա ունեցած իշխանության վայելում են այդ բաները, որ չափ եւս առավել մենք, բայց այս իշխանությունը գործ չդրինք, այլ ամեն ինչի համբերում ենք, որպեսզի ավետարանին որևէ արգելք չլինի։ Չգիտեք, թե նրանք, որ տաճարում պաշտոնավարում են, տաճարից էլ ուտում են, եւ նրանք, որ սեղանից սպասավորներին սեղանից էլ վայելում են, նույնպես եւ Տերը ավետարանը քարոզողներին հրամայեց, որ ավետարանից էլ ապրեն, բայց ես
սրանցից եւ ոչ մի բան ի գործ չդրի, ոչ էլ գրեցի այս բաները, որ իմ հանդեպ էլ այդպես լինի։ Լավ է, որ ես ավելի շուտ մեռնեմ, քան մեկն իմ պարծանքը ընդունային համար։ Որտեւ եթե ավետարանում եմ, այդ ինձ համար պարծանք չէ, քանզի պարտավորություն է դրված իմ վրա, բայց վայ է ինձ, եթե չավետարանեմ։ Երանի այսօր այս խոսքերը շատ ավետարանիչների քարիչների առավել եւս շատ եկեղեցու շատ անդամների բերանի խոսքը լինեին։ Վայ ինձ, եթե չավետարանեմ, եթե չասեմ մարդկանց Հիսուսի մասին։ Որտեղ ասում են դա իմ պարտավորությունն է։ Եվ սա պարտավորություն է եկեղեցու յուրաքանչյուր անդամի համար, երբ որ մարդը դարձի է գալիս։ Նա չպիտի պահի այդ ուրախությունը միայն իրեն, այդ ճշմարտությունը միայն իրեն, այլ պիտի տարածի իր շուրջը բոլոր գտնվողներին, որտեղ նա պարտավոր է դառնում այդ մարդկանց փրկության համար։ Եվ երբ որ Հիսուսը գա եւ այս մարդիկ ասեն մենք չգիտենք, եւ Հիսուսը շուրջ կգա ասի ինչի լուր, ինչի դու հույս ուներ, որ հավիտյան կապրես Հիսուսի հետ, բայց մի բերան չասեցիր այդ մարդկանց, որ գիտեք, այսպիսի հնարավորություն կա, անպայման չի, որ այդ մարդիկ ընդունեին, բայց անպայման էր, որ իրանք իմանային այդ հնարավորության մասին։ Եվ այն ժամանակ այդ մարդկանց արյունը ձեր գլխին կլինի։ Դրա համար ամեն մեզ շրջապատող մարդ պետք է իմանա, թե մենք ինչ մեծ հույս ունենք Հիսուս Քրիստոսի հետ ապրելու հավիտենականության մեջ, որը հնարավոր է, երբ որ իրանք լսեն, իրենք էլ ուզենան եւ այդ հույսը փայփայեն իրենց մեջ։ Բայց մենք մեր լռելով կզրկենք թե մեզ փրկությունից, թե իրենց փրկությունից։ Եվ զուր տեղը Քրիստոնյա անունը կվերցնենք մեր վրա։ Ասում է վայ ինձ, եթե չավետարանեմ, եթե կամովին եմ անում այդ, վարձ կա ինձ համար, իսկ եթե ակամա, ծանր պարտականություն է ինձ հանձնված։ Եվ արդ ինչ է իմ վարձը, այն որ ավետարաններից ավետարանը ձրի տա, որպեսզի ավետարանելու մեջ ունեցած իմ իշխանությունը չարաշահած չլինեմ։ Թեպետև ազատ էի բոլորից, բայց իմ անձը դրի բոլորի ծառայության համար, որպեսզի շահեմ շատերին։ Հրեաների հետ եղա ինչպես հրեա, որպեսզի շահեմ շատ հրեաներին, եւ եղած օրենքի տակ, ինչպես օրենքի տակ եղածն ոչ թե նրա համար, որ օրենքի տակ էի, այլ որպեսզի շահեմ նաեւ նրանց, որ օրենքի տակ են, այստեղ օրենքը տասնաբանյա օրենքի մասին չէ, ինչպես գիտեմ, որտեղ այս հետեւյալ խոսքերի մեջ ինչ է ասում, օրենքի տակ չեղողների հետ եղա ինչպես օրենքի տակ չեղող մարդ, ոչ թե նրա համար, որ Աստծո օրենքին ենթակա չէի, այլ Քրիստոսի օրենքի տակ էի, որպեսզի շահեմ օրենքի տակ չեղողներին։ Այսինքն այնտեղ նա խոսում է ուրիշ ծիսական օրենքի մասին, որ հրեաները դեռ պահում էին որոշ օրենքներ, քրիստոնյա հրեաները։ Իսկ այստեղ արդեն խոսում է տասնաբանյայի մասին, որ ասում է աշխարհում տասնաբանյայի մասին չգիտեին, իրանց հետ կապ չուներ ընդհանրապես այդ ծիսական օրենքները, ով որ հրեա չէր։ Բայց ասում է իրենց տվեցի ավետարանը Քրիստոսի օրենքին ենթարկվելով։ Եղա տկարների հետ ինչպես տկար, որպեսզի շահեմ տկարներին, բոլորի հետ ամեն ինչ եղա, որպեսզի թերևս փրկեմ ոմանց։ Այս բոլորն անում եմ ավետարանի համար, որպեսզի մասնակից լինեմ նրան։ Չգիտեիք, թե նրանցից ով ասպարեզում վազում է, թե բոլորն են վազում միայն մեկն է առնում հաղթության մրցանակը։ Այնպես վազեցեք, որ հասնեք դրան։ Ով մրցում է ամեն ինչում շուշկալ է լինում նրանք, որպեսզի կորնչելի պսակն առնեն, իսկ մենք անկորնչելի։ Արդ ես ճիշտ այսպես եմ վազում, ոչ թե աննպատակ, այնպես չեմ կրփահարում իբրև թե քամի ծեծեի, այլ ճնշելով ամրացնում եմ մարմինը եւ հնազանդեցնում այն, որպեսզի գուցե ես ինքս կոտելի չլինեմ այն բանը, որ քարոզեցի ուրիշների։ Հիմա ինչի է Պողոսը սա մեջ բերում կապված այդ կրապաշտական սերի հետ, որտեղ ասում է դուք իրավունք ունեք այդ միսը ուտելու, հա ունեք, որտեղ ուտում եք որպես սովորական միս, ոչ թե որպես կուռքերին զոհված միս։
Եվ ասում է ես էլ իրավունք ունեմ փող ստանալու, բայց հրաժարվել եմ դրանից, որպեսզի մյուսների խղճմտանքի համար պատճառ չդառնամ։ Մյուսների կորստյան, ովքեր ավելի թույլ են հավատքով։ Օրինակ բերեմ այսօրվա օրինակից, որպեսզի հասկանանք։ Գիտենք, որ Հիսուսը մեր զատիկն է, մեր մորթված գառն է, որ բոլոր ծիսական օրենքները ցույց են տալիս իրեն, այդ հին, որ գառանը մորթում էին մեղքերի թողության համար։ Եվ մեզ այլևս պետք չի ոչ մի գառ մորթել, ոչ մի զոհ բերել։ Զոհը բերված է արդեն, իրական զոհը։ Բայց այսօր շատ մարդիկ կան, որ մատաղ են, չէ՞ անում։ Եվ այդ միսը բաժանում են կամ տալիս են հարևաններին եւ այլն։ Շատ անգամ հավատացյալ լինելով մարդիկ կան, որ վերցնում են եւ ուտում են այդ միսը։ Ուղղակի միս համար ոչ թե մատաղի միս հատուկ, այլ որպես միս սովը հագեցնելու համար։ Բայց կարող ավելի թույլ հավատքով մեկը լինի կողքը եւ տեսնա, որ սա ուտում է եւ ասի, օ, ուրեմն մատաղ անել պետք է։ Ուրեմն մատաղի միսը պետք է հարգել, պետք է ուտել։ Այսինքն այնի չի ուտում որպես մատաղի միս, բայց այս մեկը ուտում է որպես մատաղի միս ու վնաս է տալիս իր հավատքին, որտեվ ինքը կարծում է, թե կարելի է սխալ բանը միացնել ճշտին։ Ինչպես որ շատ հեթանոսական սովորություններ մտել են քրիստոնեական եկեղեցի, եւ մարդիկ կարծում են, որ իրանք կարող են հետևել այդ կռապաշտական սովորությունների, հեթանոս սովորությունների եւ նաեւ լինել քրիստոնյա։ Եվ դա արդեն կորուստ է։ Եվ դրա համար Պողոս ասում է, գիտեք, այո, մենք շատ իրավունքներ ունենք, բայց մենք հանուն սիրո, հանուն մյուս մարդու փրկության պետք է հրաժարվենք մեր իրավունքից։ Եթե այդ իրավունքի կիրառումը բերում են մյուսի կորստին, հոգևոր կորստին։ Եվ ուրեմն Պողոսը չէր վերցնում ոչ մի կոպեկ եկեղեցուց, այլ վրանագործություններում հիշում է գիշերը վրան էր սարքում, ցերեկը քարոզում էր։ Ճիշտ է, երբեմն իրեն օգնություն էին ուղարկում կամավոր, ոչ թե դա օֆիցիալ եկեղեցու կողմից էր։ Առանձին մարդիկ, առանձին համայնքներ գնահատելով Պողոսի աշխատանքը իրեն ուղարկում էին որոշ գումար, որոշ բաներ իրեն օգնություն անելու համար, donation, ոչ մի donation։ Եվ այս արդեն ասեցինք, որ ամուսնացած առաքյալին թույլատրվում էր ավետարանչական ճամփորդության մեկնել կնոջ հետ եկեղեցու հաշվին։ Բայց Պողոսը ամեն ինչ անում էր իր հաշվին։ Այսինքն քարոզիչը եկեղեցու իրավունք ունի չաշխատել դրսում, եթե ինքը ամբողջ, ասենք թե full time աշխատում է Աստծո համար, որովհետև չի կարա համընդեղ կիսատ գործ կլինի։ Բայց տեսեք Պողոսը իր առողջությամբ նույնիսկ իր առողջությունն է վտանգում, գիշերը չի քնում, աշխատում է, միայն թե որպեսզի ինքը անկախ լինի եւ ոչ մի գայթակղություն չբերի Աստծո գործին։ Եվ մենք չգիտենք Բարնաբասի արհեստը ինչ էր, բայց դες բացվում է, որ Բարնաբասն էլ փող չէր վերցնում եկեղեցուց, սակայն գիտենք, որ նա շատ առատաձեռն էր։ Գործ Կարաքելոց 4 գլխի 36-37 համարից։ Հովսեփը, որ Ղևտացի էր, ծագումով Կիպրացի, որը առաքյալներից Բարնաբաս կոչվեց, որ թարգմանվում է Մխիթարության որդի, մի արտ ուներ, նա վաճառեց այն եւ գումարը բերեց, դրեց առաքյալների ոտքերի առաջ։ Այսինքն որոշ շապով ունևոր մարդ էր։
Այսինքն պատրաստական էր ինքն իրեն պահելու։ Գիտեք, այսօր էլ կան ծառայություններ քրիստոնյա ծառայողներ, որ ունեն իրենց անձնական ծառայությունները եւ ոչ թե եկեղեցուց են ստանում, այլ իրենց ծառայության donation-ներից է իրենց փողը գալիս։ Այսինքն կամավոր իրենց ծառայության անդամների կամավոր զոհերով են ապրում, եկեղեցու հետ կապ չունեն։ Եվ այս մարդկանց հնարավոր չի թելադրել եւ ասել, գիտես, ես ինչի մասին չպիտի քարոզես, ես ինչ ճշմարտությունը չպիտի քարոզես։ Այդ մարդը ազատ է, չի վճարում եկեղեցուց եւ չի վախենում, որ հանգարց ապրոստից կզրկվի։ Եվ շատերն էլ իրենք ունեն իրենց եկամուտ, իրենք աշխատել են, ունեն, իրենց բիզնես ունեն եւ այլն, եւ դրա համար եկեղեցուց ոչինչ փողել չեն վերցնում։ Այսինքն ուղղակի կողքից ավետարանում են։ Եվ ինչու է Պողոսը սա հիշատակում, որտեղ ասում է, հա, իրավունք ունեմ, բայց չեմ օգտվում իրավունքից։ Դու էլ ասում ես, եթե այդ մոմենտին սոված ես եւ ուզում ես այդ միս ուտես կշտանաս, բայց եթե կողքդ մի մարդ կա, որի մեղքի տակ է ընկնելու, մեղքի մեջ է ընկնելու, քո ուտելը տեսնելը եւ ինքն է որոշել, ուրեմն օքեյ է կռապաշտներն սոված միս ուտել, ոչ թե այն իմաստով, որ դա ուղակի միս է, այլ այն իմաստով օքեյ է, համ կռապաշտ լինել, համ քրիստոնյա։ Այսինքն դու ես մարդուն շեղում ես հավատքից։ Ասում ավելի լավ է սոված մնաս այդ միջոցին, քան թե որ դա անես։ Եվ բացի այդ, եթե դու քրիստոնյա ես, ինչ գործ ունես մեհյանները, այդ կռապաշտ մսերի հետ, ինչ գործ ունես։ Որտև անշահախնդիր սեր ուներ Պողոսը, այն մարդկանց հատեպ ում ինքը վկայում էր, ոչ թե ուղղակի փողեր վերցրել ու ինչ որ բաներ էր ասում, որտև փողեր վերցրել։ Իր սեփական փորձից անձնազոհության օրինակ բերից հետո Պողոսն ավելի մասնավոր կերպով անդրադառնում է կռապաշտության թեմային։ Պողոսը նշում է, թե ինքն իրեն ենթարկում է կարգապահության, որպեսզի չլինի այնպես, որ ինքն անպիտան կամ մերժված դառնա, Հիսուսից մերժված։ Նա ցանկանում է, որ կորինթացիները հետևեն իր օրինակին, սակայն գերագույն օրինակը Հիսուսն է։ Ա Կորինթացիս 10:7-11 համարները։ Եվ չլինեն կռապաշտներ, ինչպես նրանցից ոմանք, ինչպես գրված է, նստեց ժողովուրդ ուտելու եւ խմելու եւ նրանք վեր կացան զվարճանալու։ Եվ չփորնկանանք, ինչպես նրանցից ոմանք փորնակացան եւ մի օրում ընկան 24000-ը, եւ չփորձենք Տիրոջը, ինչպես փորձեցին նրանցից ոմանք եւ կոտորվեցին օծերից եւ չտրտնջանք, ինչպես տրտնջացին նրանցից ոմանք եւ կորստյան մատնվեցին մահվան հրեշտակից եւ այս բոլորը իբրև օրինակ պատահեց նրանց հետ, բայց որպես խրատ գրվեց մեզ, որոնց համար հասել է հավիտենականների վախճանը։ Ուրեմն այս համարներում Պողոսը ակնարկում է անապատում Աստծո ժողովրդի պատմությունը, Ամպի եւ ծովի հիշատակում հիշեցնում է Աստծո առաջնորդությունը, ներկայությունը, պաշտպանությունը, իր հերթին ուտելիքն ու խմելիքը ներկայացնում են Աստծո խնամքը։ Պողոսն ամպի ու ծովի մեջ Իսրայելի փորձառությունը ներկայացնում է որպես մկրտություն քրիստոնեական մկրտության նմանությամբ, նույն կերպ ուտելիքի եւ խմելիքի մասին խոսելիս Պողոսն ակնարկում է Տիրոջ ընթրիքը։ Այլ կերպ ասած, Ա Կորինթացիների 10-րդ գլուխը սովորեցնում է, որ ինչ որ իմաստով քրիստոնյաներն ապրում են նույն փորձառությունները, ինչ ապրում էր Իսրայելը։ Սակայն Պողոսը հիշեցնում է Իսրայելի պատմությունը, որտեղ չի ցանկանում, որ այդ պատմությունը կրկնվի։ Չնայած Իսրայելի ունեցած բոլոր արտոնություններին, շատերն այնուամենայնիվ չար բաներ ցանկացան, ինչպիսիք են կռապաշտությունը եւ սեռական անբարոյականությունը։ Եվ զարմանալի չէ, որ Աստված նրանցից շատերին չհավանեց, եւ ասում է 24000 հոգի էլ սպանվեցին։ Հեշտ է մատնացույց անել Հին Իսրայելին եւ ասել, թե նրանք ծանր մեղքեր են գործել, այո, նրանք գործել են։ Սակայն Պողոսը փաստարկում է, որ քրիստոնյաները նույնպես այսօր էլ գործում են։ Սակայն Պողոսը փաստարկում է, որ քրիստոնյաները նույնպես հակված են նման մեղքեր գործելուն, չնայած Քրիստոսի պատմությունն իմանալու հսկայական արտոնությանը։ Սա հստակ երևում է հետևյալ նախազգուշացման մեջ. ուրեմն ով համարում է, թե հաստատուն կանած է, թող զգույշ լինի, որ չընկնի։
ով համարում է արտահայտություն հուշում է, որ եկեղեցուն ոմանք չէին գիտակցում, որ այդ մեղքերի մեջ ընկնելու վտանգի տակ են։ Արդյոք մենք էլ այսօր նույն ռիսկի մեջ չենք, այսինքն կարծում ենք, թե ամեն ինչ լավ է, բայց իրականում վտանգի տակ ենք։ Ով համարում է, թե հաստատուն կանած է, թող զգուշ լինի, որ չընկնի։ Մեզնից ով չի զգացել այդ նախազգուշացման իրական լինելը։ Գիտեք, հաստատուն կարելի է կանել միայն մի դեպքում, երբ որ մենք ամուր կապված ենք Հիսուսի հետ, երբ որ այդ կապը կտրվում է, մենք կընկնենք։ Սա է, որ պիտի զգուշ լինենք, որ այդ կապը չկտրվի։ Ինչպես գիտեք, շատ բաներ, երբ որ անում են, ասենք թե երեխան ինչու կարող է հաստատուն լինել, որտև կապը ծնողի հետ լավ է, ոչ փոքր երեխայի մասն է խոսքը։ Եթե փոքր երեխան իր ծնողի ձեռքը թողի, ինչ կլինի, կկորի։ Նույնը դա է, կարծում է, թե հա, օքեյ է, մանավանդ պատայների մոտ է դա լինում, բայց իրականում նրանք ընկած վիճակում է լինում, չգիտակցելով դա։ Կորինթացիներ 10 գլխի մինչև 22 համարը կարդանք։ Այսպես ուրեմն ով 12-ից 22, այսպես ուրեմն ով կարծում է, թե կանած է հաստատ թող զգուշ լինի, գուցե թե ընկնի։ Ձեր վրա ոչ մի փորձություն չի եկել բացի մարդկային փորձանքներից, բայց հավատարիմ է Աստված, որ ձեզ ավելի փորձության մեջ չի գցելու, քան կարող եք տանել, այլ փորձության հետ փրկության ելք էլ է ցույց տալու, որպեսզի կարողանանք համբերել։ Ուստի իմ սիրելիներ, փախեք կռապաշտությունից։ Ասում եմ ձեզ իբրև գիտակից մարդկանց, ինքները դատեցեք, ինչ ասում եմ։ Օրհնության բաժակը, որն օրհնում ենք, արդարև հաղորդություն չէ Քրիստոսի արյան, հացը, որը կտրում ենք, արդարև հաղորդություն չէ Քրիստոսի մարմնի, որտեղ մի հաց, մի մարմին ենք բոլորս, քանի որ բոլորս էլ այդ միակ հացից ենք վայելում։ Նկատի առեք մարմնավոր Իսրայելը, չէ որ նրանք, որ ուտում են զոհից, մասնակից են սեղան, իսկ արդ ահա, ինչ եմ ասում, կուրքերին զոհաբերվածը մի բան է եւ կամ կուրքն ինքնին մի բան է, ոչ, ինչ որ հեթանոսները զոհում են, դևերին են զոհում եւ ոչ Աստծուն։ Չեմ ուզում, որ դուք դևերին հաղորդակից լինեք, քանզի չեք կարող խմել եւ Տիրոջ բաժակը եւ դևերի բաժակը։ Եվ չեք կարող վայելել եւ Տիրոջ սեղանից եւ դևերի սեղանից, կամ թե ուզում ենք Տիրոջ նախանձը գրգռել, միթե ավելի զորեղ ենք քան նա։ Ինչ է ուզում ասել Պողոս։ Սա ավելավա սոված մնացեք, մի կերեք, քան թե իրական գիտեք, որ այդ կուրքերը չկան, այդ ասվածները չկան, բայց այդ ամեն ինչի հետևում կանած է սատանան։ Եվ ավելավ է ասում է, մի կերեք, եթե ձեր ուտելով ուրիշին գայթակում եք։ Ուրեմն այս հատվածում Պողոսը վերադառնում է կուրքերին մատուցված սննդի խնդրին, կուրքերին սնունդ մատուցելը գուցե տարօրինակ թվա այսօրվա շատ մշակույթներում, սակայն այն սովորական երևույթների աստվածաշրջան ժամանակներում, երբ հեթանոսական տաճարներում կենդանիներ էին զոհաբերվում աստվածներին, կենդանու մի մասը տրվում էր սպասավորող քահանաներին, ովքեր վաճառում էին այդ միսը։ Այդ մսի մի մասը հայտնում էր հասարակական շուկաներում։ Քանի որ այս միսը չէր առանձնացվում շուկայում վաճառվող մնացած մսից, քրիստոնյան կարող էր անգիտակցաբար գնել կուրքերին մատուցված միսը։ Առաքյալի խորհուրդը հետևյալն է. քրիստոնյաները կարող են ազատորեն գնել այդ միսը, որտեղ չգիտեն, կարող է ծախողը, վաճառողը ինքն էլ չգիտի։ Իրար կողք դրած այդ մսերը։ Եվ վաճառողը չգիտի, էսի կուրքինա զոհաբերված թե չէ, կամ էսի եւ բնականաբար գնողն էլ չգիտի, ուղղակի գնում է որպես միս, որ ուտի։ Եվ այդ դեպքում ինքը չի պղծվում, որտեղ ինքը չգիտի դա կուրքերին է մատուցած թե ոչ։ Այնուամենայնիվ, թեև նախկինում տաճարում զոհաբերված միսը քրիստոնյաները կարող էին ուտել տանը, հեթանոսական տաճարներ գնալու, այսինքն շուկայից առնում էին եւ տանը ուտում էին։ Հեթանոսական տաճարներ գնալու եւ նրանց տոներին մասնակցելու սովորույթը հստակ արգելված էր քրիստոնյաներին։ Եթե դու քրիստոնյա ես, ինչ գործ ունես հեթանոսական տաճարներում եւ իրենց տոները տոնելուն։ Եվ Պողոս ասում է, չեք կարա երկու Տիրոջ ծառայեք։ Չեք կարա համ օրհնության բաժակից խմեք, համ անեծքի բաժակից։
Չափանիշը պարզ է, քրիստոնյաներին թույլատրվում է այդ միսն ուտել տանը, որտեղ կուրքերը ոչինչ են, որտեղ կարողացքի չի գիտենել, որ դի կուրքերին է զոհաբերված, շուկայից առել են։ Սակայն քրիստոնյաները չպետք է մասնակցեն հեթանոսական արարողություններին, քանի որ դա հավասարազոր է դևերին պաշտելուն։ Հեթանոսական ծեսերին մասնակցելը, ինչպես նոր կարդաց, հավասարազոր է դևերի հետ հաղորդակցություն ունենալուն։ Ճիշտ այնպես ինչպես Տիրոջ ընթրիքին մասնակցելը հավասարազոր է Քրիստոսի հետ հաղորդակցություն ունենալուն։ Այսպիսով Պողոսն ասում է, չեք կարող եւ Տիրոջ բաժակը խմել եւ դևերի բաժակը։ Չեք կարող հաղորդվել եւ Տիրոջ սեղանից եւ դևերի սեղանից։ Ինչպես Հիսուսն է ասել Մատթեոս 6:24։ Ոչ ոք չի կարող երկու Տիրոջ ծառայել։ Ոչ ոք։ Կամ ասում մեկին հավատարիմ կլինես, մյուսին անհավատարիմ։ Պողոսն ուսուցանում է, որ Աստված պահանջում է լիակատար հավատարմություն։ Նա ակնարկում է, որ միթե կռապաշտությունով ուզում ես Տիրոջ նախանձը գրգռել, այսինքն ջղայնությունը, կամ խանդը, սուրբ խանդը։ Եվ որպեսզի դա տեղի չունենա, Պողոսը Կորինթացիների գլխի 4-6, որը մենք կարդացինք 8 գլխի համարները, ներկայացնում է կռապաշտության դեմ ուղղված միանսխալական կանոն, հղում անելով բնօրինած 6-4-5 համարները։ Մեր Տեր Աստվածը Տերը մեկ է, սիրիր քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով, քո ամբողջ ուժով։ Եվ 5-րդ համարը Աստծուն ամեն ինչից վեր սիրելու գաղափարին Հիսուսը ավելացրեց, սիրիր քո ընկերոջը քո անձի պես։ Մարկոս 12:31 գլխում, որը նաև գրված է Ղևտացոց 19 գլխի 18 համարում։ Պիտի սիրես քո ընկերոջը ինչպես ինքդ քեզ, քանզի ես եմ Տերը։ 18-րդ վրեժ խնդիր մի լինիր եւ քո ժողովրդի դեմ ոխ մի ունեցիր։ Պիտի սիրես քո ընկերոջը ինչպես ինքդ քեզ, քանզի ես եմ Տերը։ Այսինքն Հիսուսը նոր բան չէր ասում։ Հիսուսը Ղևտացոց գրքից էր ասում եւ նաեւ բնօրինած գրքից։ Կուրքը պարտադիր չէ, որ քարե արձան լինի։ Մենք կարող ենք կուրք պատրաստել գրեթե ամեն ինչից։ Այսինքն կուրք սարքել գրեթե ամեն ինչից։ Կուրք կարող ենք սարքել նաեւ նույնիսկ մեր երեխաներին, մեր ունեցվածքը եւ այլն եւ այլն։ Ուրեմն Կորինթացիների 7 գլխի սկզբի 3 համարներում Պողոսը փաստարկում է, որ սերն է մարդուն հեռու պահում կռապաշտությունից։ Այս փաստարկը վերսկսվում եւ իր հետագա զարգացումն է ստանում մյուս գլխում եւ համարներում, որտեղ նա խոսում է Աստծո հանդեպ մեր սիրո մասին, նա ասում է ոչ ոք թող միայն իր օգուտը չորոնի, այլ նաեւ ընկերոջինը։ Կորինթացիս 10:24 համար։ Սա է սերը մեր ցավալի հանդեպ։ Հիշում եք Մարկոս 10 գլուխ 17-ից 22 համարներում։ Սա այն պատմությունն է, որ այդ երիտասարդ հարուստ մարդը մոտենում է Հիսուսին եւ ասում է. ինչ անեմ, որ փրկվեմ։ Հիսուսն էլ ասում է պատվիրանները պահին, այլ ասում է, թե մանկությունից պահել եմ։ Եվ ասում է, քեզ մեկ բան է պակասում, եթե կանում ես կատարյալ լինել գնա վաճառ ինչ-որ ունես ու աղքատներին տուր եւ երկնքում գանձեր կունենաս, եւ վերցրու խաչդ եւ արի իմ հետևից։ Եվ մարդը այդ խոսքի վրա խոժոռված գնաց տրտում, որտեղ շատ հարուստ էր։ Եվ Պողոսը 10-րդ գլխում Կորինթացիս անում է հենց այն, ինչ Հիսուսն արեց Մարկոս 10 այդ համարներում։ Կներեք, Մարկոս 12 28-ից 31 համարներում օրենսգետներից մեկը մոտենալով լսում էր նրանց, մինչ վիճում էին։ Երբ նա տեսավ, թե Հիսուս նրանց պատասխանը լավ տվեց, հարցրեց նրան եւ ասաց, որ պատվիրան է առաջինը, եւ Հիսուս ասաց նրանց ամենից առաջինը լսիր Իսրայել, մեր Տեր Աստվածը միակ Տերն է, եւ դու պիտի սիրես քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով, քո ամբողջ մտքով եւ քո ամբողջ զորությամբ, սա է առաջին պատվիրանը։ Եվ երկրորդը նման է սրան, դու պիտի սիրես քո ընկերոջը քո անձի պես, չկա ուրիշ պատվիրան ավելի մեծ, քան սրան, այսինքն մեկը
ինքը մեջ բերեց B օրինաց գրքից, մյուսը Ղեֆտացոց գրքից։ Որտև դա տասնաբանյա պատվիրան էր, ամփոփված առաջին 4 պատվիրանները դա էր, որ Աստծուն սիրում ես, եւ երկրորդ 6 պատվիրանները, որ մյուսին սիրում ես քո անձի պես։ Հարուստ երիտասարդ իշխանի պատմության մեջ Հիսուսը միավորում է սիրո այս երկու տեսակները համապատասխանաբար ակնարկելով, ինչպես ասին, օրինաց գիրքը եւ տասնաբանյա երկրորդ տախտակը։ Այդ հարուստ երիտասարդի հիմնախնդիրն այն էր, այսինքն տասնաբանյա պատվիրանների վերջին 6-րդ պատվիրանները։ Ուրեմն այդ հարուստ երիտասարդի հիմնախնդիրն այն էր, որ նա իր ունեցվածքն ավելի շատ էր սիրում, քան Աստծուն եւ իր մերձավորներին։ Նա երկրային գանձն ավելի բարձր դասեց երկնային գանձերից։ Նա իր փողն ավելի բարձր դասեց աղքատներից։ Նա կռապաշտ էր։ Հետևելով Հիսուսի ուսուցումներին, Պողոսը ակնարկում է, որ Աստծուն ամեն ինչից վեր եւ մերձավորին սեփական անձի պես սիրելու սկզբունքը պետք է կիրառվի այն ենթադրվող իրավիճակներում, որոնք նա հիշատակում է Կորինթացիս 10:27-28 համարներում։ Եթե անհավատներից մեկը ձեզ հրավիրի եւ դուք ուզենաք գնալ այն ամենը, որ ձեր առաջ կդրվի, կերեք եւ խճմտակի պատճառով խտրություն մի դրեք, իսկ եթե մեկը ձեզ ասի, թե այդ զոհ է արված, մի կերեք, այն մարդու պատճառով, ով իմաց տվեց ձեզ, եւ նրա խճմտակի պատճառով։ Խոսքս ոչ թե ձեր խճմտանքի մասն է, այլ ընկերոջ։ Ուրեմն, ասելով, որ սա նշանակում է, որ նույնիսկ օրինական բաները կարող են օգտակար կամ շինիչ լինել, քանի որ դրանք շինիչ չլինել, քանի որ դրանք կարող են վիրավորել մեկ ուրիշի խիղճը։ Այս սկզբունքը հմտորեն ամփոփված է հետևյալ խոսքերում. ամեն բան Աստծո փառքի համար արեք։ Այսինքն ինչ որ անում եք, մի հատ կանեք մտածեք, սա որ անում եմ Աստծո փառքի համար է, թե իմ փառքի համար, թե մեկ ուրիշի փառքի համար։ Ասելով, որ ամեն ինչ պետք է արվի Աստծո փառքի համար, Պողոսը մատնանշում է, որ կռապաշտությունը կարող է դրսևորվել ամենատարբեր ձևերով, քանի որ ցանկացած բան, որը զավթում է միայն Աստծուն պատկանող փառքը, կռապաշտության ձև է։ Դա ասում է Եսայի 42:8 համարը։ Ես եմ Տեր Աստվածը, սա է իմ անունը, իմ փառքը ուրիշին չեմ տա, ոչ էլ իմ քաջությունը ուրքերին։ Պողոսի խոսքերը ծառայում են որպես ուրեմն 10-րդ գլխի 31-ի վերջին համարը, 10-րդ գլխի 31 համարը։ Արտուտեք թե խմեք, ամեն ինչ անեք, ամեն ինչ արեք Աստծո փառքի համար։ Գայթակղության պատճառ մի եղեք հրեաներին եւ հեթանոսներին եւ Աստծո եկեղեցուն, ինչպես որ ես բոլորին ամեն ինչում հաճելի եմ լինում եւ չեմ փնտրում իմ օգուտը, այլ շատերինը, որպեսզի փրկվել եմ։ Հաճելիներ լինում ոչ այն առումով, որ մարդկանց ասում է, գիտեք, օքեյ է։ Մեղք գործելը ոչ, նա ուրիշ բան նկատի ունի։ Նմանվեցենք ինձ, ինչպես որ ես Քրիստոսին, նա ասում է դա Կորինթացիս 11:1 համարում։ Այսինքն ինքը այդքան համոզված էր, որ ինքը նմանվում է Քրիստոսին։ Նա հաստատեցնում է, որ ինքն իր սեփական օգուտը չի փնտրել, այլ շատերինը, որպեսզի փրկվեն։ Իրենց փրկության համար օգուտ։ Երբ որ մարդը մեղք է գործում եւ դու շոյում ես իր գլուխը, դա այդ մարդու փրկության համար չի եւ ոչ էլ քո փրկության համար է։ Ահա թե ինչպես է նա նմանվում Քրիստոսին։ Վերջում կարդանք մի քանի հատվածներ Էլեն Ուայթի գրվածքներից, առաջինը The Advent Review and Sabbath Herald ամսագրից 18 նոյեմբերի 1884, որքան բարիք կարող էր արվել, եթե մենք ճիշտ օգտագործենք միմյանց հետ մեր շփումները։ Յուրաքանչյուր ոք ով ստացել է երկնային բարիքներից պարտավոր է լույս սփռել ուրիշների ճանապարհին։
Այդ ժամանակ բոլոր նրանք, ովքեր իսկապես սիրում են Աստծուն, կդադարեցնեն իրենց սեփական անձի կռապաշտությունը։ Այսօր տարածված է հենց դա, սեփական անձի կռապաշտությունը։ Անդադար հիանում են իրենցով, անդադար։ Կարդանք նաև Գործ Առաքելոց Էլեն Ուայթի Գործ Առաքելոց գրքից էջ 316-317 Պողոսը հորդորում էր իր եղբայրներին հարցնել իրենց, թե ինչ ազդեցություն կունենան իրենց խոսքերն ու գործերն ուրիշների վրա, եւ նույնիսկ եթե ինչ որ բան ինքնին սխալ չէ, միևնույն է պետք է չանել այն, եթե դա կարող է սխալ օրինակ լինել ուրիշների համար կամ շփոթեցնել նրանց, հատկապես հավատքի մեջ ավելի թույլ մարդկանց։ Ուրեմն ուտեք, թե խմեք, ինչ գործեր որ անեք, ամեն բան Աստծո փառքի համար արեք։ Առաքյալի զգուշացման խոսքերը Կորինթացի եկեղեցուն կիրառել են բոլոր ժամանակների համար եւ հատկապես մեր օրերի համար։ Կռապաշտություն ասելով նա նկատի ուներ ոչ միայն կուռքերին պաշտել, այլև եսասիրությունը, հեշտասիրությունը, այսօր շատ տարածված է, եւ եսասիրությունը եւ հեշտասիրությունը։ Մարդիկ ուզում են շատ հեշտ ձևով, շատ արագ փող աշխատել, առանց ոչինչ անելու։ Ախորժակի ու կրքերի բավարարումը։ Այսօր դա կարելի ասել դրա պանդեմիան է, մարդկանց մոտ շատ տարածված է դա։ Եվ վերջում կարդանք վկայություն Էլեն Ուայթի վկայությունների եկեղեցու համար հատոր 9-ից։ Եթե տեսնում եք, որ անելով որոշակի բաներ, որոնք անելու կատարյալ իրավունքն ունեք, խոչընդոտում եք Աստծո գործի առաջընթացին, ձեռնպահ մնացեք այդ բաներն անելուց։ Մի արեք ոչինչ, որ ուրիշների միտքը կփակի ճշմարտության առջև։ Ամեն ինչ օրինական է, բայց ամեն ինչ օգտակար չէ։ Ինչպես ասում է Աստվածաշունչը։ Շնորհակալ ենք Աստծուն այս իմաստուն դասերի համար, որ Աստված մեզ տալիս է։ Եվ այդ մանրամասների համար, որ բացատրում է, թե ինչպես կարելի է ճիշտ քրիստոնյա լինել, ճշմարտապես։ Ինչպես կարելի է սիրող եւ նրբանկատ քրիստոնյա լինել, թող Աստված օրհնի մեզ, որ այս խոսքերը խորը նստված թողեն, ոչ միայն մեր ուղեղում, այլ նաեւ մեր սրտում։ Ինչպես Հիսուսն է ասում, որ ականջ ունի, թող լսի։ Եվ Աստծո ողորմությամբ թող մենք Հիսուսի շնորհքով իրագործենք դա մեր կյանքում։ Աստծո ողորմությամբ մինչև մյուս շաբաթ։